Ես ինձ չեմ տեսնում բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում։ Ինչ ես ուզում, կլինես կառավարության անդամ, ինչ կարող է ինչ նախարարես։ Ես կուզենայի օրինակ մեր հետ կապված սկանդալներ լիներ։ Բացառված է իրանց հետ երբևէ որևէ բան անել, անգամ մատաղ ուտելու գնալ։ Իմ համար այս խորհրդանը ավարտված է։ Շատ ընդդիմադիր գործիչներ նաև չհաճեցին։ Ասում էին բան, Ամերիկայի ագենտ է։ Փողը որտեղից ես վերցրել։ Այնտենց դեպքեր կա, չէ՞ ասում դու ով ես։ Բարի օր, Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք ազգային ժողովի նախկին падգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։ Պարոն Մարուքյան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հարցերին պատասխանել։ Պարոն Մարուքյան, նախապես մեր հյուրերին խնդրում եմ անկեղծ լինել հարցազրույցի ընթացքում, որովհետև փորձում եմ բացահայտել կերպարներին, քաղաքական ձեզ վաղուց գիտի հանրությունը, բայց այնպիսի հարցերի շրջանակներում գոնե հասկանանք ինչ ճանապարհ անցաք եւ այսօր որտեղ է գտնվում պարոն Մարուքյանը։ Նախ սկսենք նրանից, որ դուք քաղաքականություն մտաք որպես լոռեցի փաստաբան, ակտիվիստ ու հիմա երբ որ հետ եք նայում ձեր անցած ուղին, որտեղ է շրջադարձային, որտեղ սխալվեցի, կա ինչ որ անհասկանալի շրջադարձային կետ, որ հետ եք գնում ու մտածում եք։ Ճիշտն ասած ես միշտ այն սկզբունքով եմ գործել, թե որպես իրավապաշտպան, թե որպես, չգիտեմ, մարդու իրավունքների մասնագետ, որը մարդկանց սովորացնում է ոնց իրանց պաշտպանեն, թե որպես քաղաքական գործիչ, որ միշտ ինչ որ հնարավորություն կա, պետք է դա օգտագործել, այսինքն գործել, եւ եթե պետք է փոշմանես գործելու համար, որը շատ քիչ է լինում։ Ես երբեք չեմ անում այնպես, որ չգործեմ, ու հետո ասեմ, վայ ինչի չարեցի։ Այսինքն ցանկացած բան, այսինքն իմ մոտ ակտիվությունը մասնակցային է։ Հետեւաբար ես քանի որ այդ սկզբունքի մեջ եմ եղել միշտ, այսինքն իմ մոտ տրամաբանությունը հետեւյալն է, որ ես այդ պահին տվյալ քայլը արել եմ, կարելի չանեի, բայց մտածել եմ, որ չանեի, հաստատ փոշմանելու էի։ Բայց անելուց հետո չի եղել, որ ասեմ, վայ, ես իզուր արեցի բան, տենց մտքեր եկել գնացել են, բայց հետո որ շատ ժամանակ անցնի, որովհետև շատ դժվար է կարճ ժամանակահատվածում գնահատականներ տալ, որ ժամանակը ավելի է հեռու գնում, հա, վերլուծությունները շատանում են, ավելի եմ համոզվում։ Հետեւաբար ինչ որ շրջադարձային բան, ես կարծում եմ շրջադարձային բանը իմ կյանքում նա էր, որ ես շատ ոնց ասեմ, չկանխատեսված, որևէ ձևով չկանխատեսված, իմ հանգիստ կյանքով ապրում եմ, ելի շատ ակտիվ, իրավապաշտպանի, փաստաբանի, հա, ու ընտրվում եմ падգամավոր։ Դա իմ համար գիտեք ինչ շոկ էր, որ ընտրվել էի, հետո էի իմացել ինչքան է падգամավորի աշխատավարձը, ու սրա մտածել, բա ոնց եմ ապրելու Երևանում, ոնց եմ տեղափոխվելու։ Այսինքն, պետք է ասում եք, առաջադրվել եմ, քարոզարշավ եմ արել, բան չեմ մտածել էլի, որ ոնց եմ գնալու Երևան ազգային ժողով։ Բնականաբար փոքրուց մեջս եղել է քաղաքականություն մտնել, բայց այդ դրվագը ֆունդամենտալ բան է փոխել իմ կյանքում, շրջադարձային։ Անկամ առաջին ձմեռը, որ Երևանում անցկացրեցի, հասկացա, որ ձմեռը Երևանում դեպրեսիվ չէր։ Ոնց որ իմ մանկական, հա, ձմեռներն է ես հիշում, հա, կամ ավելի երիտասարդ տարիքում, հա, Վանաձորում։ Դե ավելի երկար, ավելի շատ ձյուն է, եւ պարզա փոխվել է կլիման, բայց ուզում եմ ասեմ շրջադարձային պահը, որ ես իմ մեջ կարող եմ արձանագրել, դա էր, որ ամբողջությամբ կյանքս փոխվել է։ Իսկ քաղաքականություն մտնելուց հետո երբևէ հետ գնում եք, մտածում եք, որ գուցե սա սխալ քայլ էր, ես պետք է մնայի փաստաբանական կարիերայում։ Չէ, ինձ անդադ ուզում են ես հետ գնամ այդ ձևի մտքերին, ես չեմ գնում, չէ։ Բացատրեմ ինչու։ Օրինակ շատերն ինձ ասում են, որ օրինակ դու 2010 թվականին, երբ որ իրավագիտության մագիստրոսի աստիճանը ստացար Միացյալ Նահանգների առաջին 20-յակում գտնվող իրավաբանական համալսարանում, ռեյտինգով առաջին 20-ի մեջ է։ Դա նշանակում է, որ
իրավաբանի մի հատ այնպիսի կարիերա, երբ ցանկացած իրավաբանի համար երազանք կլինի։ Դու որ թողիր եկար Հայաստան հետ, չես փոշմանե որ եկար, հա։ Չէ, չեմ փոշմանե։ Որտեվ գնացել էի սովորեմ, որ այդ գիտելիքները բերեմ, ներդնեմ իմ երկրում, հա։ Բայց անդադ ինձ այդ հարցը բան են անում, չես փոշմանե որ, հա, կամ նույնն է, որ հանգիստ քո համար փաստաբանություն էր անում ամենաթանկ վճարվող փաստաբաններից էիր հանրապետության, չնայած որ Վանաձորում էիր ապրում, որտեղ Երևանում էլ էի գործեր վարում եւ եվրոպական դատանում։ Ինչի՞ դեր պետք չես փոշմանե որ մտար քաղաքականություն։ Եվ ձեր պատասխանը հստակ է։ Նայեք, մի process-ի մեջ պետք է ասենք դու բժիշկ ես, չէ՞։ Դու իրավաբան ես։ Ինչ որ մասնագիտություն է, հարգարժան, հարգված, ընդունված, եւ բոլորը քեզ սիրում են։ Կամ բոլորը ուզում են հետ լավ հարաբերություններ ունենան։ Հա, ինչ որ բարձր ինչ որ հակ ունենաս մրցակիցներ, չեմ ասում թշնամի բառը չեմ ուզում օգտվել, ինչ որ մրցակից, հակառակորդ։ Հա, բայց դա ուրիշ կյանք է։ Հենց դու քայլ արիր այդ քո կոմֆորտից, եկար դիսկոմֆորտի դաշտը, այսինքն քաղաքականություն մտար, որտեղ գազան պայքար է գնում քաղաքական կենթանիների միջև եւ իրար ոչնչացնում են ուղակի եւ դա շատ վախենալու միջավայր է կոմֆորտի կյանքում ապրող ցանկացած մարդու համար, նույնիսկ մեր համար չէ։ Եվ այդտեղ չես կարող այնպես ապրել, հա, որ քեզ բոլորը սիրեն, այնպես բոլորը բոլորին սիրում են, չէ։ Բոլորը քեզ սիրեն, բոլորը քեզ լավ վերաբերվեն։ Հա, ուզում ես բոլորի հետ դու լավ լինես, բայց իրականում ասեմ, կան քաղաքական գործիչներ, որ նայում ասում, այս մարդը ինչ է մտածում։ Ինքը ուզում է բոլորի հետ լավ լինի։ Խելագար է դու, չկա նման բան։ Հա, եւ այդ համեմատությունները անդադ առաջ է գալիս, որ արա դե հանգիստ ապրեիր էլի, ինչի՞ դեր պետք։ Ասենք պարզա չէ, ասենք ավելի մի քանի անգամ, 5 անգամ երևի թե ավելի լավ կապրես։ Եթե ես իմ նախկին կյանքով ապրեի։ Բայց ես այդ իմ մեջ այդ առաքելությունը զգացել եմ, փոքրուց իմ մեջ եղել է, հայրս եղել է քաղաքականության մեջ։ Ես մեր տանը ռադիոյով պարլամենտի նիստերին եմ հետևել, երեխա ժամանակ, մարդկանց պատգամավորների ձայները ռադիոյով տարբերակում էի։ Հասկանում եք։ Անդադար լսում եք, այսինքն լսում էի, հիմա ես ասենք լույս չկար, բան չկար, ռադիո կար տանը, այն մութուցուրդ այսպես ռադիոյով լսում էի։ Բանակում ծառայելիս այդ ընթացքում անգամ, երբ որ նաև իրավաբանությամբ հետաքրքրված եւ շարունակում էի սովորել կրթվել, էլի իմ մտքերը իրավակ քաղաքական էին։ Պարոն Մարուկյան, նաև չմոռանանք, որ քաղաքականություն մտել եք սկանդալով, որովհետև հենց սկզբում պատգամավոր կար, որ հստակ ասում էր, որ դուք օգտվել եք նախկինների կեղծիքներից եւ փաստաթղթեր եք կեղծել, դարձել եք ազգային ժողովի պատգամավոր։ Այդ պատմությունը հիշում եք սկանդալով եղավ։ Հետո ստեղծեցիք Լուսավոր Հայաստան կուսակցությունը ու արդեն դուք լուսավորով մասնակցեցիք ընտրություններին, բայց չկարողացաք 2021-ին հաղթահարել անցնել։ Ինչ՞ն էր պատճառը, վերլուծել եք, ինչու Լուսավորի լույսերը մարեց այդ ժամանակահատվածում։ Չի մարել, Լուսավորի լույսերը չի մարել, հարցի վերջից գամ, 2021 թվականին բացի Նիկոլ Փաշինյանից եւ Ռոբերտ Քոչարյանից ոչ մի ուժ չի անցել պարլամենտ։ Հետաբար կարող ենք ասել ամբողջ քաղաքական դաշտի լույսերը մարեցին։ Երկու ուժ անցել։ Հետպատերազմյան իրավիճակ, պոլարիզացիա, բևեռացում, կա քվեարկություն, հեղափոխության ձայն է Նիկոլ Փաշինյան, եւ կա հակաբևեռ քվեարկություն։ Ովա որ կարող է գալ այդ պահին էլի, ովա որ ունի հնարավորություն Նիկոլ Փաշինյանին գանկեց անելու կոպիտ ասած, եւ հակաբևեռ քվեարկությունը տեղի ունենում։ Բարձրանդեղ ռեսուրսներն անհամեմատելի է երկուսի ռեսուրսների մնացած բոլոր ուժերի ռեսուրսների հետ եւ այդ քվեարկությունը պետք է լիներ այդպեսին շատ նորմալ քվեարկություն է եղել շատ նորմալ այսինքն այդ պայմաններում որ եղել է 4000 զոհ պատերազմ բան չէ այն փողոցում որ իրար հայհոյում էին նախընտրական կոնտեքստում դա աբսուրդ մի հատ բանի բերեց որ ուղղակի որ մենք հիմա ունենք վերլուծություններ ոչ մի ձև չի եղել որ որևէ ուր անցներ ասում եք այսինքն Գագիկ Ծառուկյանի նման ռեսուրսներ ունեցող մարդը բարյալի տակ է մնացել հիմա գալ ասել Լուսավոր Հայաստանում ասենք Էդմոն Մարուկյանը եւ նրա թիմը դա այդպես էր վերջ այդ թեման դա է այսինքն ինքը որոշակի քաղաքական հանգուցալուծման բերեց այդ վայրի վերումներ փողոց պալատկեք ստեղ չգիտեմ հա Բաղրամյան փողոցի վրա Դեմրճան փողոցի վրա բան եւ գինը
Դրա դա էր, որ այո, մնացած ժողովուրդը ձեզ չհասկացավ վերլուծությունների արդյունքում, թե դուք ժողովուրդը չհասկացաք այդ պահին։ Ոչ, ժողովուրդը ամեն ինչ հասկացավ, ամեն ինչ շատ նորմալ էր, անհնար էր որ ժողովրդին դու չէիր կարող ավելին ցցվել, դառնալ այն բևեռը Նիկոլ Փաշինյանի դեմ, որը դարձել էր այն ժամանակ Հայաստան դաշինք։ Ժողովուրդը շատ լավ հասկացավ, ժողովուրդը հասկացավ։ Կա Նիկոլ Փաշինյանը եւ կա ուժ, որը մոտա նրան հանելուն, չէ, մոտա։ Շատ մոտ չի ընդ որում։ Մոտա։ Մնացած ուժերը հեռու են, հետո ձայները կոնսոլիդանում են երկու տեղ, հասկանում եք։ Այսինքն նրանք ովքեր վախենում են նրանք հետ կգան, բայց մեր ընտրողներն են, գնում են ընդունում Նիկոլ Փաշինյանին, որ նրանք հետ չգան։ Նրանք ովքեր ուզում են որ անպայման Նիկոլ Փաշինյանին հանեն, բայց էլի մեր ընտրողներն են, տեսնում են որ մենք ոնց որ թե հեռու ենք հանելու հնարավորությունից պոտենցիալով, գնում են Ռոբերտ Քոչարյանին։ Շատ բաներ, շատ նորմալ էր, ես այդտեղ ոչ մի։ Այդ պահին էլ դուք հասկացաք, թե դուք տարիներ հետո եք ուսումնասիրություններ արել։ Հիմա էլ հիմիկվա ուսումնասիրությունները մեր հիմա ապագա ընտրությունների վերաբերյալ ցույց են տալիս, որ դա էր արդյունքը, ձև չկար ուրիշ։ Ասենք Սերժ Սարգսյանը իր ամբողջ ռեսուրսով մնացել է բարիարի տակ, հանրապետական կուսակցության 10-ամյա իշխանություն լինելով։ Դրա համար եմ ասում, որ շատ նորմալ է։ Հիմա հարցի սկզբի մասին, որ ես ընտրվել եմ սկանդալով։ Իրականում ես ընտրվել եմ կեղծիքով, փաստաթուղթ կեղծելով, անդադար ասում էր Վիկտոր Դալակյանը։ Բացարձակ որևէ փաստաթուղթ չի կեղծվել, Վիկտոր Դալակյանը մեր քաղաքական համակարգի ամոթներից է, անամոթ մարդա կարա այդպես բաներ ասի, ուզում եմ ասեմ, ես չեմ կարող, որևէ մեկը չի կարող փաստաթուղթ կեղծի եւ առաջադրվի։ Չի կարող նման բան լինել Հայաստանի Հանրապետությունում։ Դե ասում են այն տարիներին ՀՀԿ-ի ժամանակահատվածում։ ՀՀԿ-ի ժամանակ, այսինքն ՀՀԿ-ի տեխնացուն գտնվում է, որ Իրան հաղթողը, Իրան չէ, ընդ որում 5 տեխնացուի, այսինքն ինքը չէ բամանը։ 5 տեխնացուներ մրցել են, որ դառնան падգամավոր այդ տեղամ ասում։ 5 տեխնացուների մեջ ժողովուրդը ամենաշատ ձայնը տվել է ինձ։ Այսինքն չի կարելի չէ մյուսներին հետ հերագնահատել, ասենք Հայ ազգային կոնգրեսից նախկին քաղաքապետարյալ մարդ, նախկին փողմարզպետ ՀԴ-ից, ժառանգությունից շատ լուրջ, շատ հարակված քաղաքում մարդ։ Այդ բոլոր մարդիկ հավասար մրցակցային պայմաններով մրցել են։ Վիկտոր Դալակյանը պնդում էր, որ քանի որ ես սովորել եմ Միացյալ Նահանգներում, չպետք է անձնագրային տանից տեղեկանք։ Սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ասում է այդ ժամանակ։ Հիմա ուրիշ բան ասում, ես այդ եք ասեմ, որ դու ստանում ես տեղեկանք այն դեպքում, եթե առավելագույնը բնակվել ես քո երկրում։ Այսինքն վերջին 5 տարվա մեջ ես 10 ամիս մագիստրոսական ծրագիր եմ անցել, չէ՞։ Ինքը պնդում է, որ այդ 5 տարվա մեջ 10 ամիս անցնել է, ուրեմն կեղծիք է, իրավունք չունես մասնակցես։ Այսինքն ինչա մարդը ասում է, որ Հայաստանից ոչ մի երիտասարդ չպետք է գնա Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, այսինքն կրթվի, եւ եթե գնացել է, չպետք է որևէ ընտրության երկրի որոշումների կազմանը մասնակցի։ Դա ամենավերջին ստորությունն էր, բարձա որևէ ինքը Սերժ Սարգսյանի թիմակիցը լինելով գնացել է Սերժ Սարգսյանը դիմել, էլ դատախազություն, էլ դատարան, էլ ուր ասես, ինչ ասես արել, բայց փաստ ասենք ինչ անեն, կեղծեին ընտրությունները։ Ինքը եթե խելքը հասներ, հիմա ասեմ, եթե չմսամ երբեք չեմ ասել, եթե խելքը հասներ մինչև ընտրությունների ավարտը, հասկանար, որ ինքը պարտվելու է, ինձ կարող էին փորձել դուրս թողնել։ Գրանցումս չեղարկել, ես կդիմեի դատարանը, քանի որ ինքը իշխանության ներկայացուցիչ չէր, դատարանները կմերժեին ինձ։ Բայց պատկերացրու ընտրությունը եղել է Վանաձորի բնավ 30 տատվածքը գնաց է որոշել անցել է մի մարդու ընտրությունն ավարտվել է 3 օր անց Վիկտոր Դալակյանը հիշել է որ բայ իմ նախընտրական բուկլետում գրած է որ Միացյալ Նահանգներում սովորել եմ այս համալսարանում այս ինչ թվից այս ինչ թիվ այս ինչ ամսից այս հասկանում եք ինքը այդ վաղ գնացել է ասում Սերժ Ազատիչ մի բան արա էլի Սերժ Ազատիչ ջան մի բան արա ես այդ մանդատը ստանամ ոնց ստանաս Վանաձորի ժողովուրդը ընտրել է Այդ բան չեղարկեին, չէ, պատկերացեք չեղարկում էին։ Նենց բողոքական զանգված էր։ 6 ամիս անց Վանաձորի քաղաքապետի ընտրությունն էր։ Առաջադրվելու է քաղաքապետի մելետեի հաղթելու։ Ձև չկար ինձանից բրցնելու, բրցում չկար։ Եվ ասին, հա դե լավ, իմ падգամավոր ընտրվել է, ինչ անենք։ Տարբեր ձևերի ճնշեցին, տարբեր ձևերի վրես ազդեցին, որ միանան որևէ թիմի։ Բոլորին մերժեցի ու մնացի անկախ падգամավոր, կարողացա մնալ անկախ падգամավոր։ Հետագայում բնականաբար արդեն 15 թվականին արդեն հիմնադրվում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը ես կարծում եմ, որ Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ ամենաարագ հաջողությունների հասած քաղաքական միավորն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի 83%-անոց ռեյտինգի ժամանակ լինել ընդդիմադիր, դա անեծք է։ Անեծք
Այն որ տեսնում ես սխալ բան են անում, ասում ես սխալ են անում, շատ գեղեցիկ ձևով, էլի, այտենց շատ կառուցողական խոսքով ժողովուրդը ինչ անեց, կասես լցնում է քո վրա։ Խի որովհետև ինքը 83% ձայն է տվել։ Ինքը հեղափոխություն ա արել եւ մտածում եմ որ դու ընտրել ասում են ճիշտ է երիտասարդ են, բայց ոնց կարան իրանք սխալվել, ի՞նչ չի ասում։ Եվ այդ բարձր ռեյտինգի ժամանակ մենք այնպիսի հարվածներ ենք կերել։ Կարող դա էլա դեր խաղացել մինչև 21-ը, բայց 20 լավ, մենք կերել ենք թող ուրիշներն անցնեին, ոչ ոք չի անցել։ Ուզում ասեմ մենք այդ անալիզը, այդ վերլուծականը ունենք, ինչի մասին է էլի խոսքը, եւ գամ սկանդալներին ասեմ, որ մեր հետ կապած ախր։ Ես կուզենայի որ իրանք մեր հետ կապած սկանդալներ լինել։ Բայց ափսոս ինչ որ տենց դասական քաղաքական process-ով անցել ենք։ Երբ թե սկանդալային եղել է բանը Բանավեճը 10 թվականի իմ եւ Գագիկ Ծառուկյանի բանավեճը, որը որ մտել է պատմության մեջ։ Ասենք միլիոնավոր դիտումներ ունի, Արավոտյանը կա գրասենյակ ստեղ, տեսա բաժակ են բերել թեյի, չգիտեմ հիմա ուրա։ Թեյ խմելու բաժակ սուրճ կամ էլի։ Ես քո կլասիկ ցավը տանեմ։ Մարդկանց այնքան էր դուրներն եկե, որ այդ ընկերությունը, որ բաժակների վրա գրություններ ա տպագրում, հատուկ ոգևորված այդ բանից տպագրում, ինձ նվեր էին ուղարկել։ Ասենք հիմա սրճարաններում օրինակ ասում են ամերիկանո եք խմում կամ ինչ-որ բան կա, չէ՞, ասում են առաջարկ կլասիկ թե բան, ասում են դե պարզա կլասիկ։ Այսինքն այդ բանը անընդհատ կա, շատ մարդկանց մեջ տպավորվել է, բնական պոզիտիվ իմաստով։ Պարոն Մարուկյան, դուք միշտ նշում եք, որ ես նույնն եմ, պարզապես իրողություններն են փոխվել։ Հիմա բայց շատ ուժեղ քննադատում եք եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Երկկողմանի սա սկզբունքային քաղաքական հաշվարկ է նաեւ ընդդիմությանն էլ երբեմն ասում եք սխալները իրենց ինչ եք թույլատրել եմ։ Ինչին նեղում են ձեզ ընդդիմությունից, ասում են պետք չի խփել ընդդիմությանը։ Չէ, ընդդիմության վերաբերյալ ինչ որ ես ասել եմ, դա ասված է եւ ինչ որ ասել եմ եղել է։ Եվ հիմա շարունակել այդ նույն բաները ասել, հիմա լավ երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը, նայելով ընդդիմադիրներին, ասավ արա ինչի եք ինձանից ինչի եք ինձանից պրեմիա ստանում, առաջ գոնե ինչ որ հիմնադրամ եք փոխանցում։ Դու կամոթ չուն եւ այլն։ Հիմա երբ որ դա ասում է Ալենը, ասում դա կանենք մենք ասենք, մենք ասել ենք, լավ sense ասեմ, մենք ասել ենք։ Հիմա ես ասեմ էլի։ Ամոթ է էլի իրար հետ իմ համար էս խորհրդանը ավարտված է, վերջացած է, ընդ որում ոչ թե նոր։ Դեռևս Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ ես հայտարարեցի, որ հիմա երկու շանս ունեն իրանք, կամ իմպիչմենտը նախաձեռնում են, կամ մանդատները դնում են։ Ընդդիմադիր երկու խմբակցությունը ոչ են արին, ոչ են։ Դա ինձ հետո ես ինչ է քննադատեմ, ինչ ասեմ իրանց։ Իմաստ է իսկ որն է իրանց քննադատելու։ Պարլամենտում նայեք ինչ են անում։ Իմաստ չեմ տեսնում։ Իշխանության սուր քննադատում եմ հիմնականում գիտեք արտաքին քաղաքական սխալների բանի վերաբերյալ է։ Ինֆորմացիաների կյանքի մասով կարծում եմ շատ կարևոր է, որ մենք որոշում ունենք հիմա հանել ենք բոլոր ռեֆորմները, որ պետք է արվեր ռեֆորմներ, էլի ես ասեմ, ոչ թե ռեֆորմներ, չկա ռեֆորմներ, որ այդ ռեֆորմների բարեփոխումների այսպես կոչված լավարկելու այդ գործընթացները, ասես դնենք կետ առ կետ, փաթեթ առ փաթեթ ցույց տանք մարդկանց, թե ինչպես են իշխանությունները տապալել բոլոր ռեֆորմները։ Որտեվ տպավորությունն է թե դե մենակ ես Ղարաբաղի հարցն էր։ Դե լավ, դե հասկացանք բան, եւ ես ասեմ Ղարաբաղի թեման, Արցախի թեման էլեկտորալ չի։ Ընդդիմությունը չի հասկանում խորհրդարանական, որ էլեկտորալ չի։ Անդադար դրանից է խոսում ու Նիկոլ Փաշինյանին տալիս է ֆորա հնարավորություն, որ ինքը անդադար այդ թեմայով խոսա իրանց հետ։ Դա ինան օգուտ է, ասեմ ձեզ անկեղծ։ Նրանք ինձ գիտեն թե իրան վնաս է, բայց դա ինան օգուտ է։ Ինչպես մասնագետ եմ ասում։ Ինքը անընդհատ նոր հնարավորություն է ստանում նրանց մեղադրելու նախկինների արածները եւ ինքը արդարանալու։ Ոսկ էլ անդադար մարդու հնարավորություն տալ, որ ինքը անընդհատ այն հին բաները բերի դնի ձեր դեմը ու ինքը արդարանա այդ կոնտեքստում։ Որտեղ իր էլեկտորալ բազան այդ ամեն արդարանալը վերցնում է որպես փաստարկ եւ ավելի է համոզում, որ ճիշտ աղբեր նրանք են մեղավոր։ Նախկիններն են։ Հա, օրինակ, պարզավոր բոլորը մեղք ունեն հիմա, այքես բան։ Այնքան են խոսած այդ թեմայից, բայց ում ասեմ չեն հասկանում, էլի չեն կարողանում տարանջատ են ինչ են խոսում։ Անկեղծ ելնեմ ձեր հետ շատ ավելի էլի։ Խորհրդարանական
ընդդիմադիր խմբակցություններում քաղաքական գործիչներ գրեթե չկան։ Երբ որ քաղաքական թիմը ձևավորված է ոչ քաղաքական գործիչներից, բնականաբար նրանք չեն հասկանում ինչ են անում։ Երբ որ չեն հասկանում ինչ են անում, հետևանքները հիմա այսպեսին։ Իշխանական թիմն էլ իմիջ հայրոց։ Եվ ասեմ ձեզ, իշխանականում էլ քաղաքական գործիչներ չկան, այսինքն որ մտածում։ Էլի շատ քիչ։ Եվ հիմա ցանկացած մեկին եկեք կանգնացնենք օպոզիցիայից, ասենք օրինակ ինչ կարծիք է, չեմ ուզում որևէ մեկի անունը տամ, էլի, իշխանությունից որևէ մեկի անունը տամ։ Իշխանության թիմի Պողոս Պողոսյանը, ըստ քեզ 21-ից մինչև այսօր աճել է, կամ 18-ից մինչև հիմա աճել է 7 տարվա մեջ, ես փորձել եմ, էլի, տեստ արել եմ։ Բոլորն ասում են, դե հա, իր վրա աշխատում է, բավականին աճել է, մասից բաներ են խոսում։ Ու ասում եմ, իսկ դու աճել ես։ Արա գոնե չեք էլ աճում ախպեր։ Իշխանությունը հիմա խորհրդանի ներսում ուժեղ է նաև նրանով, որ իրա բերած մարդիկ, որ ապակաղակական, ես հայտարարություններ ունեմ, այլի ասած, որ ոչ մեկեր են, ոչ մեկեր։ Հա, որ ոչ մեկ է, չգիտես ով է, ես իմով է։ Ու տենց դեպք էլ կա, չէ՞, ասում դու ով ես։ Կարևորը խոսացող։ Ես դա հարաբերական ասեցի դու ով ես։ Դες մեծ պատմություն դարձավ։ Ասում պարոն Մարուկյան, չեք հասկանում ինքը ով է։ Տեղը չեք բերում ինքը ԿԳՄՍՆ, եսի ինչ ԴՊՌՍՏ, հանձնաժողովի նախագահն է։ Բայց չէին հասկանում, որ դա չեմ հարցնում։ Հա, անցած ուղին էիք հարցնում, ինչ ով ես, ինչ ես անցել։ Ու ինքը այդ հարցի պատասխանը ոչ մեկ չի կարող տա, ընդ որում ոչ միայն ինքը, այլ էլի ելիքը մարդ իր հետ։ Հիմա հարցը հետևյալն է, որ ընդդիմությունը եւ շատ ընդդիմադիր գործիչներ նաեւ չաճեցին։ Այսինքն լավ սիտուացիոն լիդերները, դեպայն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հավաքել է մարդկանց, որ դեյմիում հավաքել է, գնացել, մասնակցել են, հայտնվել են մանդատները իրաց ձեռքին։ Հասկացանք լավ սիտուացիան է, բայց կարելի է դառնալ քաղաքական գործիչ։ Կարելի է դառնալ, այդքան սխալ չանել, որ ձեզ չծամեն։ Չէ ախպեր։ Չեն դառնում։ Հիմա սա չէ քննադատություն է, սակայն բացարձակ քննադատություն չի։ Սա բան է, ափսոսանք է։ Քննադատություն պնդում եմ ես հիմա չեմ արձագանքում, չեմ քննադատում ընդդիմադիր ուժերին։ Ցանկացած մեկին որ քննադատում ես, իմաստը հետևյալն է, որ ինքը շտկի։ Ինքնանպատակ, քո պարապ չենք ինքնանպատակ մտածում։ Խոսենք։ Հա, որ հուշում եք, ասում եք, որ հիմա որ դուք մի բանից քննադատեք, օրինակ ասեք, չգիտեմ, մի բան։ Ես իմաստը այն ալնելու, որ ես շտկեմ դա, չէ, ավելի աճեմ, զարգանամ, բարձրանամ, առաջ գնամ։ Հիմա ես քննադատել եմ այդ միտումը, որովհետև իրանք են այնտեղ, ժողովուրդը իրանց է տվել մանդատը։ Որ ես պարտավոր եմ քննադատեմ, օգնեմ իրանց, որ իրանք ավելի անեն, քան որ կարող անում են, չէ։ Հիմա ինչի՞ չեմ քննադատ, որովհետև չունեմ ոչ մի հույս, որ իրանք կանան շտկեն, չէ։ Եվ ինչ կա դա դե հիմա։ Այսինքն նույնը շատ դեպքերում նույնը նաև Նիկոլ Փաշինյանն է վերաբերում։ Բաներ կասում, ժողովուրդ մեր քննարկումների ասում, ժողովուրդ այս մարդու եւ այս թիմի կարողությունը այսքան ինչ եք ուզում։ Կարելի է համակերպվել այդ դրա հետ, որ էսա եւ զրույց է խոսակցությունը վարել ժողովրդի հետ, ով որ որոշում է ով է լինելու վարչապետ, ԱԽ-քարտուղար, ԱԳՆախարար կամ որևէ գործակալության ղեկավար։ Անդադար այդ մարդկանց ասում եք ինչ, եթե ինքը չի ընկալում, չի ուզում շտկվի, եթե դաժե անգամ ընկալի, չի ուզում եղբայր ընկնի, ասենք ինքը քննադատություն դառնում է բան։ Ամենօրյա ինչ որ դրդռոց է գալիս ինչ որ։ Ոչ արձագանքով ինչի համար։ Հիմա իմ փաստարկը որն է ժողովուրդ նայեք ովքեր են քաղաքական թրծված քաղաքականության մեջ արդեն այո սխալներ թույլ տալով, չթույլ տալով եւ այլն, էական, այսինքն ովքեր արդեն ձևավորվել են, գիտեն, հասկանում են։ Դուք ամեն անգամ ուզում եք նոր բան փորձեք։ Քանի որ 21-ից հետո Լուսավոր Հայաստանը դուրս մնաց խորհրդարանական աշխատանքից, դուք հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվեցիք, բայց դեսպանատուն չկար, փաստորեն աշխատանք եք կատարում։ Դա դեսպանատան աշխատանք չի։ Դա ինչպես ֆիքսենք այս, սա պահեստային նստարանի վրա սպասում եք, որ ինչ որ պաշտոնի պետք է նշանակվեք, թե իսկապես գործ կար անելու, այդպես էլ հանրությունը չհասկացավ, որտեղ գնաց պարոն Մարուկյան այդ ժամանակ։ Ես կարծում եմ դա հասկացել են, ընդհակառակը ես շատ ավելի լավ արձագանքներ եմ լսում, որ ինձ դիտարկում են հետևյալ կերպ, որ ես մի մարդ եմ, որը որ էլի եմ ասում, սկզբից է խոսեցինք, որը որ ամեն հնարավորություն փորձում է օգտագործի իր երկրին ծառայելու համար։
Բացված հնարավորություն։ Բայց պետք է նաև այդ ծառայությունը լինի մի բան, որը կապված է իմ հետ, այսինքն իմ մասնագիտական կարողությունների։ Երբ որ խորհրդարանի ընտրությունները վերջացան, ուզում էր հետս հանդիպել Ռուբեն Ռուբինյանը։ Հիմա խոսում է, բաներ է պատմում, ինչ-որ պոդքասթներում, բան ես թե չեմ արձագանքում, որտեվ քաղաքական իմաստով ինքը իմ կալիբրի չի, էլի, անիմաստ է իր այդ որևէ։ Բայց այդ պատմությունը պաշտոնի իմաստով եմ ուզում պատմել։ Եվ եկավ եւ ասեց, որ հենց հիմա կառավարությունը ձևավորվում է, մենք առաջարկում ենք, դե բարձր վարչապետն է ուղարկել Ռուբեն Ռուբինյանը, ով է, որ որոշի ով կարա դառնալ մինիստր, ով կարա։ Մենք առաջարկում ենք բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ Ընտրությունները երբ եղել, հիշում եք, հունիսի 20-ին։ Ես ես ասում եմ ընտրություններից մի քանի օր անց։ Ես խորհրդանում եմ, իմ աշխատասենյակում եմ, ունեմ իմ կաբինետը, ամեն ինչ, դեռ չենք հանձնել ոչ մի բան։ Ես ասում եմ, նախ ապշա զարմացա, ուսես չէ դե պետություն է, դուք չէիք կոչանում, որ պետքա բոլորը իրենց ջանքերը մեկտեղ են։ Ասում այո։ Հիմա ասում եմ, դե չեք անցել, չէ, բայց դուք ունեք այդ կարողությունները, պոտենցիալը, դի պետության համար, բայց դուք եք քարոզ, ինչ քարոզել եք, չեք ուզում անեք։ Քարոզել եք, որ բոլորը պետք է միավորվեն, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, նայեք, բացեք մեր քարոզարշավը նայեք։ Այլ բանա որ հակաբևեռքի վերակցություն էլի, որ այս մեկը, այս մի խումբ ուզում էր գնային կախեին նրանց, նրանք ուզում են գնային վառեին նրանց, բայց մենք էդ էինք քարոզում։ Այ այդ սխալ հաշվարկ էր։ Իսկ մի իրավիճակում ոչ ոք չի ուզում միավորվի, ոչ ոք չի ուզում ազգային համերաշխություն, չէ, մենք մտել ենք, ասում ենք պետք է միավորել ազգային համերաշխություն, դե չեն ուզում մարդիկ։ Հա, ու ասում եմ մերժում եք։ Ասում եմ, լսի, նախ շատ զգացված եմ, շնորհակալ եմ վստահության համար, ինչ ասես եղել է, չէ՞ մեր մեջ։ Ինչ է, ինչ քննադատություն, հիշեք մեր այդ ծուր քննադատությունը, չնայած մայիսի 12-ի հարձակումից հետո մենք ասացինք, որ բոլոր տարազանությունները դնում ենք մի կողմ։ Էլեկտորալ շրջանը Հայաստանը հարձակման մեջ է, արդեն Հայաստանի տարածք են ներխուժել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կա, բան, մեր վիճակը ուզում եմ պատկերացնեք, էլի։ Ծանր։ Ասում եմ, ես ինձ չեմ տեսնում բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում։ Նախ ԲՏԱ-ը, արդյունաբերությունն է, բարձր տեխնոլոգիա։ Միգուցե բարձր տեխնոլոգիաներից վատ չեմ։ Որպես մենեջեր կառավարեմ, հա, ինչ-որ լավ փոխնախարարներ նշանակեմ, մասնագետ։ Ու նորմալ կլինի։ Բայց ասում եմ, եղբայր, ինձ պաշտոն, պետք չի, որ պաշտոն լինի այն։ Խնդրում եմ փոխանցես վարչապետին, որ շնորհակալ եմ, սակայն ես ինչ չեմ տեսնում այդ պաշտոնում։ Շնորհակալ եմ։ Թե ասեց ուրիշ բան ես, բան չենք կարող առաջարկել, դասի ոչ մի խնդիր, բայց ով է ուզում որ առաջարկեք։ Մենք մեր գաղափարներով մտել ենք արշավի մեջ, հիմա ժողովուրդը ընտրել է երկու ուժի՝ Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, երրորդն է բարերիտա կանցելած Սերժ Սարգսյան։ Հիմա ես ինչ անեմ։ Okay, ժողովուրդ ջան, դուք տենց եք որոշել։ Մենք շնորհավորել ենք բոլոր ուժերին, որ գնան աշխատեն հանուն այս երկրի, այս վիճակից հանեն։ Հիմա տեսանք ինչ են արել։ Անցել է 8 ամիս։ 8 ամիս անց, երբ որ բանակցային գործընթացը մտնում էր ակտիվ փուլ, Ադրբեջանը ներկայացնում է խաղաղության պայմանագրի սկզբունքները, առաջարկվում է այլ պաշտոն, հատուկ հանձնարարությունով դեսպանի։ Ու ես ընդունում եմ։ Հենց Փաշինյանից եք ստանում առաջարկելի, թե կան։ Դե բարձր Փաշինյանից, այսինքն։ Ռուբինյանի հետ շփվում ենք, էլի խոսում ենք բան։ Այդ ընթացքում գրեթե տարբեր միջոցառումների, առիթների բանի տեսնում ենք իրար թե շուտ։ Սուրենի հետ, Պապիկյան, Ռուբինյանի հետ, ում ասեմ։ Այսինքն մարդիկ ովքեր ելքի ժամանակ եղել են, հիմա այնտեղ լիքը նոր մարդիկ կան, որոնց հետ շփումը չեմ ունեցել։ Ու այդպես է եղել, այսինքն մենք ինչ ենք արել, մենք հետեւաբար բոլոր մեկնաբանությունները որ հանուն մենք պաշտոն ենք ուզում բան, այդ փաստարկը հենց այն առաջի դրվագով որ ես պատմեցի, մենք պայմանավորեցինք լինենք անկեղծ։ Այդտեղ այդ փաստարկը կործանվեց, ջախջախվեց, վերացավ։ Դեռ ես պաշտոն ուզեի, հա, այդտեղ մի դրվագ եղավ, ասես, «Այն ինչ ես ուզում, կլինես կառավարության անդամ, ինչ կարող է, ինչ նախարարես»։ Կառավարության անդամ։ Չեմ ուզում եղբայր։ Չեմ տեսնում ինձ։ Հասկանում ես, որովհետև մի բան է, որ դու ուզում ես անես հանուն քո երկրի, կարող է մեծ արդյունքներ տայի, չգիտեմ, հա, բայց չեմ փոշմանել։ Բացարձակ, որ չեմ ուզեցել դառնամ նախարար։ Իսկ փոշմանել եք, որ համագործակցել եք Նիկոլ Փաշինյանի հետ։
Բացարձակ, որտեվ կա իրավիճակ, որ պետք է բանակցային գործընթացը այնպես տանել, որ Ղարաբաղը ու Արցախի այն հատվածը, որը որ կա, մնա Հայաստանի սահմանները պաշտպանվեն, խաղաղության պայմանագիր կնքվի այնպիսի քարտեզով, որ Հայաստանը ճանաչեն, այսինքն ես իմ ներդրումը ունենամ, հեսա օրակարգ։ Եվ հետո արդեն դե իմ հրաժարականի հայտարարությունը տեքստը գիտեք բան։ Ուզեմ ասեմ, մարդիկ ձևավորում են բնականաբար քաղաքական նպատակներով, որ ինչ որ մեկին ուզում են փորձեն վարկաբեկեն, թիրախավորեն, բան դե ամեքի վրա մի բան ինչ որ մի պատմություն առաջ են մղում։ Հիմա եթե ես լինեմ քաղաքական, մտածեմ, որ միայն քաղաքական գործիչ եմ, էական չի պետության հետ ինչ կլինի, միայն իմ քաղաքական կարիերայի մասին մտածեմ, ես կարամ միշտ այնպես բաներ խոսամ, որ ասենք 30-40% ձայն փորձեմ հավաքեմ։ Կարամ այդ բաները խոսամ։ Իմ չհավատացած բաները։ Այսինքն ես երբեք չեմ խոսում բան, որին ես չեմ հավատում արժեքային իմաստով, մեր երկրի ապագայի իմաստով, չէ։ Կեղծիքներ ասել։ Հա, հիմա տեսնում ենք, էլի որ ասենք մարդիկ կան անում են դա նույնը պետության համար քո ներդրումը ունենալու համատեքստում դրա համար գիտեք այն խախիղճս հանգիստա ասենք բացարձակ ոչ մի բան այսինքն չի եղել շանս իմ միտքը որն է որ ես կարողանամ մեր երկրի համար մի բան անեմ ու ես չանեմ երևի թե միակ շանսը եղել այդ բտա նախարարի պատմությունը որ մերժել եմ հա որ մերժել եմ բայց ճիշտ եմ արել որովհետև դրանով նաև թողել եմ, որ ավելի մասնագետի իրանք առաջարկեն։ Okay, որ ավելի այդ ոլորտը հասկացող մարդ գնա այդ գործը անի։ Որտեղ պաշտոն հանուն պաշտոնի կյանքում ես այդ տրամաբանության մեջ չեմ եղել։ Չէ, միշտ կարայի ունենայի պաշտոն։ Պարոն Մանուկյան, նաև ձեր կարիերայի սկզբից ձեզ միշտ կապել են Միքայել Մինասյանի հետ Սերժ Սարգսյանի փեսայի ու ասել են, որ հարաբերություններ ունեք, ինքնաձեզ բերել, ինքնաձեզ հովանավորյալը եւ այլն։ Հիմա մի քիչ բացահայտենք, հա, ինչ կապ եք ունեցել պարոն Մինասյանի հետ եւ արդյոք այդ կապը կա, թե չկա այս ժամանակում։ Ես որ ընտրվում եմ, ես խորհրդանում շփվում եմ երիտասարդ թիմի հետ պատգամավորների, ովքեր իրենց անցած կյանքի բերումով որոշակի ընկերություն անձնական հարաբերություններ ունեին Սերժ Սարգսյանի փեսայի թիմակիցների հետ եւ այդ բանով այն ժամանակվա օպոզիցիան դա հայազգային կոնգրեսից է եկել անձամբ Նիկոլ Փաշինյանից է եկել որպեսզի քաղաքական մրցակիցներին չթողան աճի ես աճում էի փորձում էին այդպես բանանել կապեր իշխանության հետ այսինքն Հենց Միքայել Մինասյանն ասում էին իր պրոյեկտն եք դուք ստեղծել եք հենց Միքայել Մինասյանն է ստեղծել Միքայել Մինասյանը եթե կարողանա նման ունենա այդպես պրոյեկտ, կարծում եմ հեղափոխություն չէ լինի։ Այսինքն իրանք կարողանային այդպես լավ հաշվարկել իրավիճակը, հեղափոխություն չէ լինի։ Այդ ձևի պրոյեկտ ոնց որ ես կարող եմ լինել, էլի։ Հետաբար այդպես մեծարում են այդ մարդուն, այսինքն իրանք մեծարում են իշխանությանը։ Մի անգամ նաև ուրիշ բան եղավ։ Ժառանգության Արմեն Մարտիրոսյանը ելք դաշինքի արշավի ժամանակ ամեն օր ասում էր, որ եւ ելք դաշինքի որ հաղթեց։ Ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը ելքը Միքայել Մինասյանի պրոյեկտը բանան դաթար։ Այսինքն այն ինչ որ հնարել էր ընդդիմություն, հետո լցվել էր իր վրա։ Եվ Միքայել Մինասյանը ինչ որ հայտարարություն արեց, որ խնդրում եմ իմ անունը չարքեք։ Ես ոչ նրա հետ կապ ունեմ, ոչ նրա, անիմաց դուք իրար քրֆելու համար ուրեք ինձ անունը շարքում։ Չգիտեմ հիշում եք թե չէ։ Շատ տենց ինչ-որ ծիծաղ բան է։ Երբևէ որևէ հարաբերություն չեք ունեցել, պարոն Մանուկյան, կամ հիմա էլ ոչ մի կապ չունեք։ Որտե՞ղ պետք է ունենամ։ Անձամբ տետատետ տեսնել, ինչ-որ շփում, ինչ-որ միտեղ ձեզ ֆիքսեն։ Ինչ-որ միջոցը չէ, որ միտեղից կարենային տենց ֆիքսեին, բա մի բան հայկական ժամանակի են հոդվածներ կային այնտեղ մեր արխիվը թերթերի բան։ Մի հատ կտպեին մեծ բանով, էլի։ Չէ, դա էլ եմ ասում, նույն Վիկտոր Դալաքյանի կեղծիքն է, էլի, որ ես բանան եմ, կարողանամ մշտական բնակության տեղեկանք կեղծեմ, հա, ու գնամ անենց անեմ, որ Վանաձորի ժողովուրդը գնա մոտավորապես 12000 ձայն ինձ տա, բայց իշխանությունը կոալիցված իշխանությունը պաշտպանի Վիկտոր Դալաքյանին ու ինքը կրվի։ Տենց հեքիաթ ասենք, տենց ապուշ պատմություններ էլի։ Դայից առաջ կներեք, ասում էին բան, Ամերիկայի ագենտ է։ Այո, հիմա պրոռուսական են ասում են, որ դիրքավորվել եք այդ ուղղությամբ։ Ոչ մի բան չեմ դիրքավորվել։ Ինչ խոսում եմ մեր պետության մասով։ Հասկանում եք, ինչը որ մեր պետությանը լավ է, դրա մասին եմ խոսում։ Այն որ մարդիկ, ովքեր որ ուզում են բան անեն, ինչ որ արկղերի մեջ դնեն մարդկանց, չէ, ասենք,
Դուք սև եք։ Այս մյուսներն սպիտակ են։ Նրանք մանուշակագույն են, չգիտեմ, ինչ որ գույներ չէ։ Իրանք անընդհատ ուզում են տենան դու ում կողմից, որ կողմից ես։ Դու որ կողմից ես։ Դու ասենք որտեղից ես վերցրել։ Որտեղից ես վերցրել։ Կամ հիշում եմ, որ Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարներ, ես լավ հիշացրեցի։ Մարիոթ հյուրանոցում։ Եվ համագումար են կանում, դա շատ համեստ։ Ու լրագրողն եկին ասում են, բայց փողը որտեղից է, փողը որտեղից է, ասի կներեք, դե ասում ենք ցույց ենք տալիս եւ այլն։ Մեկի ասեցի մի բան հարցնեմ, էլի, ո՞նց է եղել, որ քաղաքական դաշտում ով որ ինչ-որ բան անում է, չեք հարցնում փողը որտեղից է։ Այսինքն բոլորի փողի տեղը գիտեք, հա, մտածում եք լեգիտիմ է։ Եվ ցանկացած նորաստեղծ ինչ-որ ուժի մեկ ասենք, բա փողը որտեղից է, բա փողը որտեղից է, բա փողը որտեղից է։ Եվ տեսան, որ առաջին երկրում առաջին դրամահավաք որպես միջոցառում ու դրամավակ անում, բաց երևում է։ Կուսակցության բանը մենք ենք արել։ Մեզանից հետո ԿՊ-ն արել։ ԿՊ-ն մեզանից է, մեզանից հետո արել, չեմ ուզում ասեմ, մեզանից է սովորել, բան հիմա բոլորս իրարից սովորում ենք։ Հետո արդեն ելքով ենք արել։ Ուզում եմ ասեմ, այդ իմաստով մենք աշխատել ենք աշխարհի լավագույն տեխնոլոգիաները բերել եւ ներդնել մեր քաղաքական կյանքում։ Հիմա ինչ որ ուժեր աճել են, սովորել ենք, դաժե անգամ մեզանից առաջ են անցել, այն շատ լավ է։ Եթե ինչ որ ձևի կարողացել ենք դաշտը փոխել ավելի իրան մաքուր, ավելի երևացող դարձնել, շատ ուրախ եմ։ Իսկ միշտ նշում եք, որ եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեզ լսեն, դուք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընդամենը մի քիփլիկ ընդդիմադիր ուժ կսարքեք։ Ո՞րն է այդ պլանը, ո՞նց եք մտածել, պարոն Մանուկյան։ Հիմա մարդիկ ընդունում են Նիկոլ Փաշինյանին, չեն կարող դա չարձանագրել։ Բացատրեմ երբ եմ ասել, Մարզերում ու ինչ հիմքով եմ ասել, ես ասել եմ դա 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից, դեռևս չէր ձևավորվել նախընտրական ուժերը, բայց խորհրդանը ցրված էր, մենք խոսում էինք ամբիոնիզման, եւ այդ ժամանակ ասել եմ, որ եթե դուք մասնակցեք, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է։ Լսեք ինձ, մի մտեք, մի բևեռացրեք եւ ժողովուրդը բազմա կուսակցական քվեարկություն կանի, որի արդյունքում հնարավոր կլինի փոխել իշխանությունը։ Բնականաբար իրանց ասածն են արել, չեն լսել, ես ով եմ որից լսեն, չէ՞, դա գծի մեջ են իրանք։ Եվ ձևավորվել է այդ ձևի խորհրդան, այս ինչ որ մենք ունենք։ Դա ինձ հետո էլ եմ ասել եւ մենակ ես չեմ ասել։ Միքայել Աջապայանն, Սրբազանն էլ ասել, որ պետքա դուրս գան քաղաքականությունից, որտեղ ինչ ուզում ա դուք մեղադրեք Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը ձեր հետ հերադարձը չի ուզում։ Մենք հարցումներով, բոլոր հարցումներով երևում է, որ հարցումներով 80%-ը պնդում է, որ մարդիկ չպետքա հետ բերեն նախկիններին։ Ես անգամ այդ նախկիններ բառերը սկսեմ չօգտագործել։ Բայց հիմա հարց, երբ որ նախկինները մասնակցում են, չէ, այն 20% միջակայքում ձայները տանելու համար, իրենք 80%-ին ուղարկում են դեպի Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ասում 80-ն է տանում տալիս է Նիկոլ Փաշինյանին, բայց այդ բացառման մեթոդով ինքը վերցնում է շատը։ Որտեղ վերջին հաշվով ինքն է ասոցացված հեղափոխության հետ եւ նրանց հերացնելու հետ։ Ոչ միայն Սերժ Սարգսյանը, մեծ այդ ռեժիմը, լավ, այդ համակարգը։ Հիմա, այսինքն դա շատ պարզ է, շատ, բայց ես վերջերս դա չեմ ասում, ինչու, որտեղ կրկնում եմ, եւ որ իմ բան ես ասում, պետքա հույս ունենաս, որ իրանք դա կանեն, չէ՞ կփոխեն մի բան, չէ՞։ Եթե այդքան ասել ես չեն լսել, իմաստով է էլի շարունակես ասել։ Թողնեն։ Հիմա մենք ասում ենք Ժորժ ջան, Նիկոլ Փաշինյանին կոնկրետ փոխելու հնարավորություն կա։ Բացատրեմ ոնց։ Ավելի թարմ բան եմ ասում։ Եթե լինի ձևավորվի շատ մեծ խոշորացված ուժ, որը չունենա առաջնորդ նախորդ նախագահների նման, հա, չլինեն իրանք։ Իրանք ասեն մենք դուրս ենք գալիս։ Ժորժ ջան, մենք գնում ենք։ Նիկոլ Փաշինյանին կդարձնենք, լավ, փոքր չէ, մեծ ընդդիմադիր ֆրակցիոն կլինի։ Բայց Քոչարյանն արդեն ասել է, որ իր դեմքով մասնակցություն։ Հա, դրա համար էլ չեմ ասում, էլի, հասուպել չեմ ասում։ Ես լուծումը հարցնում եմ, ես լուծումը ասում եմ։ Ձեզ։ Չէ, հիմա այդ խնդիրը այդքան սուրճ է, ինչու՞։ Որտեւ այլևս Նիկոլ Փաշինյանը ժողովրդին չի կարողանում վախեցնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձով։ Ինչու՞։ Որտեւ Ռոբերտ Քոչարյանի ուժը այլևս հետ է ընկել։ Հիմա տենց է։ Այսինքն կա մեր ձևով։ Հիմա դրա համար իրողությունները փոխվել են, 21 թվականի իրողությունները չեն։ Ճիշտ է, իշխանությունը ուզում է անդադ իրանց թիրախավորի առաջ բերի Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, այ դուք պետք է բան անդադ իրանց թիրախ դարձնի, որ հակաբևեր քվեարկություն ստանա, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա չի ստացվում։
Եվ վերջին հարցս ներկուսակցական, պարոն Մարուկյան, ի՞նչն է խնդիրը, որ կուսակցությունը լքում են կարկառուն դեմքերը, Անի Սամսոնյան, Աննա Կոստանյան, Մանեթ Հանդիլյան, բարդ է ձեզ հետ աշխատելը, պարոն Մարուկյան։ Ես միշտ այդ հարցին ասում եմ հետևյալը, կուսակցությունը կամավոր միավորում է, բոլորը ում դուք թվարկում եք եկել են կամավոր, չէ, եւ կամավորել գնացել են, յուրաքանչյուրը իր մտորումներով, իր բաներով Հայաստանում չկա կուսակցություն, որից մարդիկ դուրս չեն գալիս, եւ չկա կուսակցություն, որին մարդիկ չեն միանում։ Մեզ շատ լիքը մարդիկ են միանում են։ Ինչն է պատճառը, ամեն մեկի դեպքում եղել է ինչ-որ մի պատճառ։ Այսինքն Ձեր անձի հետ կապված նկատի։ Չէ, հիմա Մանեթ Հանդիլյանը հայտարարել է, որ ինքը հիվանդ է եւ քաղաքականությունից դուրս է գալիս։ Ես կապ ունեմ, իմ անձին ինչ կապ ունի դրա հետ։ Ուզում ասեմ, հիմա ամեն դեպքին առանձին չանդրադառնամ, բայց շատ նորմալ ենք մենք վերաբերվում, ինչ որ որևէ ինչ որ տրագեդիա չենք տեսնում դրա մեջ։ Մեր ժողովրդի քվեարկություններն էլ հիմնականում կենտրոնացված են լիդերների վրա։ Ես ունեմ նաև բլից հարցեր, կխնդրեմ այս բլից հարցերին ավելի արագ պատասխանել։ Այո։ ՔՊ-ի հետ հարաբերությունները հիմա որ փուլում են, բաժանում, բարեկամություն, թե պայմանական խաղաղություն է հաստատված։ Բացառված է իրանց հետ երբևէ որևէ բան անել, անգամ մատաղ ուտելու գնալ։ Եթե այսօր նորից սկսեի քաղաքականությունը, ինչը չէիք անի երբեք։ Կարող լուրացու միամտություն քիչ անել։ Ինչ եք նախընտրում, քաղաքական դեբատ, թե լուր սրճարան Լոռիու մարզում։ Բնականաբար սրճարան Լոռու մարզում, Վանաձորում։ Վերջին անգամ երբ եք անկեղծ ծիծաղել քաղաքական թեմայով։ Գրեթե ամեն օր։ Եթե դուք կլասիկ քաղաքական գործիչ եք, ապա հայ քաղաքական դաշտում ով է ռոք հաստղը։ Չգիտեմ, դժվար չկա երևի ռոք հաստղ։ Ինչն է ավելի բարդ, դատարանում պաշտպանել մեկին, թե սեփական դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի օրոք խորհրդարանում։ Ես խնդիր չեմ ունեցել խորհրդարանում սեփական դիրքորոշում պաշտպանելու, իրանք են խնդրեմ ունեցել, որ եղել եմ խորհրդարանում։ Եթե Նիկոլ Փաշինյանը զանգի ասի Էդմոն արի նորից խոսենք, կլսեք, կգնաք։ Հարցին պատասխանեցի, բացառված է։ Որ պահին եք ձեզ ասել ավելի լավ է փաստաբան մնայի։ Կա ինչ։ Ես չեմ ասել, իմ շրջապատի մարդիկ են ասել։ Ինչն է ձեզ համար ավելի վտանգավոր, իշխանության մոտ լինել, թե ընդդիմության մեջ մենակ մնալ։ Ես ավելի լավ եմ մենակ մնամ ու ճիշտ, քան թե որևէ տեղ, բայց սխալ։ Եթե ձեզ քննադատում են, վիրավորվում եք, թե ուղղակի հիշում եք անունները։ Նայած քնը, եթե քաղաքական քննադատություն է, փորձում եմ հասկանալ ինչն է սխալ։ Եթե ձեզ առաջարկեն դառնալ Հայաստանի վարչապետ, բայց միայն մեկ օրով, ինչ կանեք առաջինը։ Միայն մեկ օրով, պետք է երկար մտածել։ Որտեղ պետք է այնպես բան անել, որ հետո դա ռևերս չկարողանա։ Եթե ընդդիմությունն ու իշխանությունը ֆուտբոլ խաղային, որ դաշտում կխաղա լուսավոր Հայաստանը։ Ընդդիմությունն ու իշխանությունը մենք հարձակվող ենք միշտ։ Եթե քաղաքականությունը սերիալ լիներ, որ ժանրի կլիներ, դրամա, կոմեդիա, թե թրիլեր։ Հայաստանում այն բանը դրամա է։ Որ գիրքը խորհուրդ կտայիք կարդալ։ Մարտին Իդենը, Ջեք Լոնդոնի։ Եթե ժամանակի մեքենա ունենայիք, որ դար կգնայիք քննարկումներ կազմակերպելու համար։ Ասպետական։ Լրագրողներից վախենում եք։ Բացարձակ։ Հասարակական տրանսպորտով վերջին անգամ երբ եք երթևեկել, պարոն Մարուկյան։ Նորեր առաջ։ Մեքենաս փակել են, չէի կարող դուրս գամ։ Գոհ եք։ Դա տենց մեծ սպասումներ չունեմ։ Քաղաքական հակառակորդին երբևէ լայքում եք Facebook-ում։ Չէ։ Եթե ունենայիք սուպերհերոսի ուժ, կօգտագործեիք այն ընտրություններից առաջ։ Ունենք, օգտագործելու ենք։ Եթե 10 տարի երիտասարդ Էդմոնին ինչ-որ բան ասեիք, ինչ կասեիք։ Կասեի ֆրանսերեն պարապի մի քիչ։ Քաղաքական սլագոնը, որը կարելի է դնել շապիկի վրա ձեզ հետ կապված, որը կլիներ։ Պետական գործիչ։ Վերջին անգամ երբ եք զղջացել ձեր հայտարարության համար։ Չեմ հիշում նման դեպքը, որտեվ տենց մինչև մի բան հայտարարում ենք, այնքան քննարկում ենք։ Facebook թե Telegram։ Facebook երևի։ Երևան թե Վանաձոր։ Վանաձոր։ Որն է ամենաանհարմար հարցը, որ երբևէ ձեզ տվել են։ Գիտեք, չկա անհարմար հարց։ Եվ մեկ բառով, ինչպիսին է Էդմոն Մարուկյանը։ Իր պետությանը նվիրված մարդ։ Պարոն Մարուկյան, շնորհակալ եմ մեր հարցերին անկեղծ պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։